Հայաստանի պաշտպանության նախարարությունը նորից է հերքում Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվությունը այն մասին, թե իբրև թե հայկական զինված ուժերը ապրիլի 18-ին 22:35-ի սահմանում կրակել են սահմանագոտու հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, նշվում է, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, ես հավելեմ, որ տևական ժամանակ է ադրբեջանական կողմը կրակի տակ է պահում Սյունիքի մարզի ու նաև Տավուշի հայկական գյուղերը, իսկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե դրանք թիրախային կրակոցներ չեն, հիմա մամուլից նորություններ լսենք։ Հրապարակը գրում է իշխանությունների հակաարցախյան արշավի վերջնանպատակը Արցախի էջը փակելն է, իսկ դրան հասնելու համար նախ փորձում են լուծարել Արցախի ներկայացուցչությունը։ 3 հերթական բողոքի ակցիան իրականացվեց ներկայացուցչության դիմաց։ Ցուցարարների մեծ մասը Սամվել Բաբայանի թիմակիցներն էին, որոնք իբրև թե Արցախի նախագահ Շահրամանյանից պահանջում են Արցախի պաշտոնյաների թալանածը վերադարձնել ժողովրդին։ Հաջորդ քայլով պահանջելու են, եթե Շահրամանյանը դա չի կարող անել, թող հրաժարական տա։ 23 թվականի նոյեմբերի 8-ին Շահրամանյանը դիմել էր դատախազություն Արցախի նախկին պաշտոնյաների իրավախախտումների ու յուրացումների վերաբերյալ քրեական գործ հարուցելու համար։ Եթե այդ վարույթը տեղում դոփում է, տրամաբանությունը հուշում է, որ դատախազության շենքի կամ դատախազի վերադաս Փաշինյանի կեցավայրի մոտ պետք է ցույց անեն, բայց գնացել են Արցախի ներկայացուցչություն։ Աբսուրդը սակայն այն է, որ ցուցարարների շարքում կան մարդիկ, որոնք մասնակից են եղել Չակերտավոր Թալանին, պատերազմից հետո Արցախի ներդրումային հիմնադրամից մեծ գումարներ են ստացել իբրև բիզնես պրոյեկտներ անելու համար, հետո այդ գումարները ջրվել են։ Լիցուկ 1-ին 3 ակցիայի վայրում բացահայտեց հենց Շահրամանյանը. «Յուրա, հանգստացիր, ես քեզ հետ առանձին կխոսեմ, Յուրա, ունենալով 46 միլիոն պարտք, 1000 դրամ չես վճարել», մեջբերում է թերթը Շահրամանյանի խոսքը։ Արցախցին, որին ուղղված էր խոսքը, պատասխանեց, թե Արայիկ Հարությունյանը պետք է այն փակի, իսկ ներկայացուցչության դարպասի ճաղավանդակը մագլցած Նահապետ Սարգսյանն էլ 60 միլիոն դրամ է ստացել նույն հիմնադրամից մեղվաբուծությամբ սպառվելու համար։ Փաստի տեղեկություններով մի քանի օր առաջ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու ՔԼՉ-ի ներքին խողովակներով հերթական զրույցի ժամանակ վերջինս թափանցիկ ակնարկել է, որ հայոց ցեղասպանության ուրացման անկախության հռչակագրից հրաժարվելու ուղղությամբ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները տպավորիչ ու գոհացնող են, բայց ընդամենը հայտարարություններ են։ Ակնկալվել է, որ Թուրքիայի համար ինդիկատոր կարող է լինել ապրիլի 24-ին Հայաստանի իշխանությունների պահվածքը, ինչ միջոցառումներ կարվեն պետական մակարդակով, ինչ ուղերձ կհղի Փաշինյանը, կարտաբերի արդյոք ցեղասպանություն բառը կգնա Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, թերթի աղբյուրի փոխանցման Փաշինյանը փակուղու առաջ է, հասկանալի է, իշխանությունն առանձնահատուկ որևէ բան չի նախաձեռնելու ու սա առաջին անգամը չէ, որ Հայաստանում պետական մակարդակով չի նշվում կլոր տարելիցը, սակայն մի կողմից չայցելել Ծիծեռնակաբերդ չափից ավելին է, նույնիսկ այս իշխանության դեպքում դա արդեն պաշտոնական մակարդակով կապացուցի ուրացում է։ Մյուս կողմից էլ վշտացնել Թուրքիային ու Ադրբեջանին, ինչից այդքան անհանգստանում է Փաշինյանը, եւս չի կարող, դա է պատճառը, որ որքան մոտենում է ցեղասպանության տարելիցի օրը, ջահերով երթի օրը, այնքան ջղաձիգ է դառնում իշխանությունը։ Փաշինյանը շատ կցանկանար, որ ընդդիմադիրներն իր առաջ փակեին Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհը, այդպես նա կխուսափեր հուշահամալիր այցելելուց ու դա նրա համար կդառնար ալիբի, գրում է թերթը։ Ժողովրդում կարդում ենք երեկ Երևանի Նաիրի Զարյան 17 հասցեում գտնվող Արցախի ներկայացուցչության դիմաց թեժեր, արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպովը եւ նրան սատարող մոտ 2 տասնյակ արցախցիներ պահանջում էին Շահրամանյանից հանդիպել նրա հետ գորգորոցներով, լրագրողների վրա բղավելով, վիրավորելով, խուլիգանական վարք դրսևորելով։ Թերթի աղբյուրը փոխանցում է նույն անձինք 18 թվականին առաջինը հայտարարեցին, որ սատարում են Փաշինյանին։ Նույն անձինք սերտ հարաբերությունների մեջ են
Սամվել Բաբայանի հետ, որն ամեն բան անում է, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին վտարանդի պաշտոնից զրկի ու պաշտոնան կանի։ Կարծես թե այս խումբը իր առաջ պլան է դրել այս անգամ ամեն գնով նպատակին հասնել, թեև 3 ակցիայի մասնակիցները իրենց նպատակը հռչակեցին, թե նախագահ Շահրամանյանը պետք է վերադարձնի բոլոր գումարները, որոնք թալանել են արցախցիներից։ 3 թաքուն բացահայտեցին նաև այն լոզունգները, որ ընտրություններում որպես երրորդ ուժ են ցանկանում հանդես գալ։ Ակտիվիստ Արթուր Օսիպովը նշեց, թե Արցախից թալանվել է $467 միլիոն, որը փոխանցվել է 48 ընտանիքի, իսկ թե ովքեր են այդ ընտանիքները նա անուններ չտվեց, թե ինչու են նոր հիշել ճակերտավոր թալանի մասին, տարօրինակ է։ Թերթը նկատում է, որ շատ արցախցիներ 3 վատ էին զգում այդ ագրեսիվ երիտասարդների պահվածքի համար ու լրագրողներից ներողություն խնդրում։ Օրագիրը շարունակվում է, իմ հյուրը Քրիստինե Վարդանյանն է, Ազգային ժողովի պատգամավոր Հայաստան խմբակցությունից, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Տիկին Վարդանյան, զրույցը ուզում եմ սկսել ջահերով երթից, հատկապես այն տեղեկության ֆոնին, որը քիչ առաջ լսեցինք, Քլջ Ռուբինյանը ըստ էության խոհանոցային քննարկումների վերաբերյալ, որոնք հրապարակային չեն եղել եւ հասկանալի է, որ հայոց ցեղասպանության նախաշեմին Թուրքիան եւ Ադրբեջանը այս իշխանությունից պահանջում են հետ կանգնել այդ խնդրից, հետապնդումից, թեև նրանք արդեն հայտարարել են, որ ցեղասպանության ճանաչման հարցը իրենց օրակարգում չէ, բայց երևի թե ավելին են ակնկալում։ Եվ այս պարագայում հատկապես կարևորվում է ջահերով երթը որպես հայ ժողովրդի պահանջատիրության, պայքարի եւ կատարվողի հետ անհամաձայնության զանգվածային դրսևորում։ Եկեք արձանագրենք ուղղակի, որ որպես միակ միջոցառում 110-ամյա տարելիցին ընդառաջ, որ համազգային մակարդակով է տեղի ունենալու։ Չկա ուրիշ, ուղղակի չկա, չի կազմակերպվել, չի հայտարարվել եւ չի էլ արվելու, բայց իսկապես հասկանանք ինչ է կատարվում, էլի ուզում եմ ասեմ, այս էմոցիոնալ ֆոնը կա, բայց դրանից անդին հասկանանք ինչ է կատարվում։ Տեսեք, մենք քննարկում ենք Սահմանադրության նախաբանից անկախության հռչակագրի հղումի հեռացումը եւ դա քննարկում ենք Ադրբեջանի նախապայմանների պահանջի կոնտեքստում իրավացիորեն, որովհետև Ադրբեջանը պահանջում է, քանի որ այնտեղ կա հղում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին սատար կանգնելուն։ Բայց կարծես տվերվում է մեկ այլ հանգամանք ու փաստ եւս, որ անկախության հռչակագրում բացի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին սատար կանգնելը կա մեկ այլ կետ էլ, որը միշտ խնդրահարույց է եղել այս անգամ Թուրքիայի համար։ Դա Արևմտյան Հայաստանում կատարված ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելու պարտականությունն է, որը մեր պետությունը վերցրել է իր վրա։ Ու անկախության հռչակագրի հղումը հանելը Սահմանադրությունից ստացվել է այնպես, որ պահանջում են Ադրբեջանը եւ Թուրքիան։ Երկու խնդիր է լուծում Փաշինյանը այստեղ։ Ու որքան սա արվում է նրա համար, որպեսի փակեն Արցախի հարցը, նույնքան էլ արվում է, որպեսի փակեն ցեղասպանության ճանաչման ու հատուցման հարցը։ Այսինքն ազատեն նաեւ Թուրքիայի ձեռքերը, Թուրքիայի վրայից մի հոգսել հանեն։ Այս է կատարվողը։ Իրանք որքան էլ նեղվեն, Ռուբինյանը որքան էլ երեք նեղված ասի, ինձ ասում են գնում է Քլչի հետ բանակցում է, գալիս է Դաշնակցության դեմ է խոսում, ազգային ուժերի եւ կառույցների եւ անհատների դեմ է խոսում, բայց փաստ է, չէ՞, փաստ է, որ այս մարդիկ ամեն անգամ ինստրուկտաժ են ստանում, լավ, որ գնահատականներում, այսպես մենակ մեր գնահատականների հույսին չլինենք։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը, որ լավ է հասկանում հանրային տրամադրությունները Եվ ամեն ինչ անում է սեփական իմիջը պահպանելու, բարձրացնելու ուղղությամբ։ Ուրիշ ինչ իրեն կարող էր դրթել անել հայտարարություններ, որը ինքը անխոս գիտի, որ վատ է ընկալվելու մեր հանրությունում։ Այսինքն ցեղասպանության փաստացի ուրացում, հարցականի տակ դնել փաստը եւ կամ չնախաձեռնել 110-ամյա տարելիցի ֆոնին պոպուլիստական ավելի միջոցառումներ եւ հայտարարություններ, որը իր իմիջի վրա կարող էր դրականացնել։ Մարածնան Տիկին Վարդանյան վերջին տարիներին նա նաեւ Թուրքիա անվանումը, հա, պետության անունը չի նշում, Օսմանյան կայսրություն իր ուղերձներում էլ եթե խոսում անդրադառնում է, այսինքն Թուրքիային հարցեր չունի այս իշխանությունը։ Ոչ թե հարցեր չունի, այստեղ ավելի խորն է։ Թուրքիա եւ Ադրբեջանի հետ ունի հանցակցություն, պայմանավորվածություն։ Այսինքն, տեսեք, ընթանում են լրիվ գաղտնի բանակցություններ, մեկը Ադրբեջանի հետ, մեկը Թուրքիայի հետ։ Ադրբեջանի հետ բանակցությունների մասին մենք իմանում ենք Իլհամ Ալիևից։ Ես հիշեցնում եմ, որ
քանի կետ ունի փաստաթուղթը, քանիսն են համաձայնեցված, որոնք համաձայնեցված չեն, եւ վերջում արդեն որ բոլորը համաձայնեցված են, բոլոր տվյալները մենք իմացել ենք Իլհամ Ալիևից։ Եվ սա էլի չափազանց քիչ բան գիտենք այդ փաստաթղթի կարևորության հետ համեմատած, բայց Թուրքիայի մասին բանակցություններից ինչ գիտենք։ Ռուբինյանը ու Քլիչը ի վերջո ինչ են խոսում։ Էրդողանի հետ թուրքական տանը Նիկոլը ինչ է պայմանավորվում։ Պաղեստինի անկախությունը մենք ոնց ճանաչեցինք։ Ինչ կապ ուներ դա Հայաստանի արտաքին քաղաքական որ շահն էր սպասարկում, Թուրքիան էր դա պահանջում։ Արցախի վրա հարձակումից առաջ Էրդողանը եւ Փաշինյանը ինչ են խոսել։ Երբ 2021-ին դեռևս չկար պաշտոնական հայտարարություն այն մասին, որ կողմերի միջև ընթանում են բանակցություններ, չկար, եւ վերջին հայտարարությունը եղել էր որ Թուրքիայից եկած բարձրաստիճան որ Հայաստանից եկող ազդակները կառուցողական չեն։ Փաշինյանը ինչ դրական տեղաշարժի մասին էր հայտարարում, ինչ դրական ազդակների մասին էր հայտարարում, որ Թուրքիայից գալիս են։ Այսինքն ցույց է տալիս, որ այս տարիների ընթացքում Թուրքիայի հետ եղել են ուղիղ գաղտնի բանակցություններ, փակ, որը գիտեք բանակցելու չի խնդիրը ինչ են այդտեղ պայմանավորվում հիմա այս բանին է որ Տիկին Վարդանյան ընդհատում եմ ձեզ տեսնում ենք խորհրդանում Նիկոլ Փաշինյանի այսպես ասած անկեղծության պահերին երբ նա ուղղակի հայտարարում է որ Արցախյան շարժումը փակված է սպառնալիք է իր կարծիքով Հայաստանի անվտանգության համար նա դա հայտարարում է շատ գրգռված տոնով այսինքն այնպես որ ուղղակի հասկանում ես որ ուրիշ տարբերակ երևի իր իշխանությունը պահելու չունի քան անել նմանատիպ հայտարարություններ։ Այս հայտարարությունները կգան որտեղ սրանք մաս են Արևմտյան Ադրբեջան, իրական Հայաստան այդ կոնցեպտների։ Ես ուղղակի այս փուլը, այսինքն եզրափակելու համար այս քաղաքականությունն է որ պարտադրվում է Հայաստանին Էրդողանին եւ Ալիևին այլևս չեն հետաքրքրում միայն Փաշինյանի հետ ձեռք բերած պայմանավորվածությունները։ Իրենք ուզում են, որպեսզի դրանք ներկայացվեն ու մարսվեն ժողովրդի կողմից եւ ունենան հայ ժողովրդի համաձայնություն։ Եվ դա է հանրաքվեն, եւ դա է այս ուրացման քաղաքականությունը, այսինքն Թուրքիային պետք է, որ ոչ միայն Փաշինյանը չճանաչի ու չհիշի, այլ հայ ժողովուրդը չհիշի եւ չպահանջի իրեն։ Տիկին Վարդանյան, այդ հանրաքվեով ստացվում է դրվելու է Արցախի ցեղասպանության ուրացման ու առհասարակ Թուրքիային հպատակեցման օրակարգ։ Այդ հանրաքվեով դրվելու է Հայաստանում Իլհամ Ալիևի հակով կարված սահմանադրություն ունենալու հարցը եւ դրվելու է հիմքը Արևմտյան Ադրբեջանի կոնցեպտի։ Հիմա այս ֆոնին է որ Փաշինյանի հետ ամեն ինչ պարզ է, իշխանության հետ, ԿՊ-ի հետ, այս Հայաստանի ադրբեջանականացման կոնցեպտի հետ։ Հանրության արձագանքն է այստեղ կարևոր։ Դրա համար ենք մենք 110 ամյակին ընթരാճ այդքան կարևորում այս տարվա ջահերով երթի մասնակցությունը, որովհետև դա մի յուրատեսակ պատասխան է դառնալու Արդյոք համաձայն ենք մենք այս ուրացման քաղաքականությանը։ Մենք ենք խնդիր տեսնում մեր ինքնության ամենաճանաչված խորհրդանիշերից մեկի Արարատի հետ։ Մենք Թուրքիային ի վերջո հիմա ասելու բան ունենք, թե չունենք։ Մենք հաշտենք այս ուրացման քաղաքականությանը, թե չէ, որովհետև եթե չէ, դրա ուրիշ արտահայտվելու տեղը չունենք փաստացի։ Այս է խնդիրը։ Սա միայն ցեղասպանության ու Արցախի ուրացում չէ, սա լայն առումով հայկականության ուրացում է, ինքնության ուրացում է ու նաև այդ միջոցառումը, այսպես ասած, ավելի համալիր պիտի մեկնաբանվի, կարծում եմ, այդ ոչ ասելու համատեքստում։ Միանշանակ, տեսեք, ապրիլի 24-ին ընթരാճ 110 ամյա տարելիցին Թուրքիային ուղերձ ունի հայ ժողովուրդը հղելու թե չէ։ Փաշինյանը դա չի հղելու։ Վախենալու է պատկերացնել անգամ ինչ հայտարարություն է անելու, ինչքան է ժխտելու։ Իսկ մենք ասելիք ունենք թե չէ, եթե ունենք որտեղից է դա հղվելու։ Ինչի է Թուրքիան ու Ադրբեջանը ամեն անգամ ջղագրգիռ արձագանքում ջահերով երթին, որովհետև դա են ուղերձը հասկանում են, որ իրական տեսակետը ժողովրդի դա այդտեղ է արտահայտում։ Դրա համար է կարևոր ապրիլի 23-ին ժամը 19:15-ին Հանրապետության հրապարակից մեկնարկող ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ։ Վերջին տարիներին հատկապես կարևոր է դարձել ու այս տարի այս ուրացման քաղաքականության ֆոնին դարձել է առավել կարևոր առանց չափազանցնելու իմ անկեղծ կարծիքով առնվազն քան երբևէ դրան մասնակցությունը։ Մենք դրան մասնակցելով ասում ենք, որ հաշտ չենք այս ուրացման քաղաքականությանը։ Ինչ վերաբերում է արդեն գործընթացներին, որը տեղի ունենում, ինչու է Ադրբեջանը հանրաքվե պահանջում։ Իլհամ Ալիևը դրա մասին ուղիղ արտահայտվել է իրականության մեջ։ Փաշինյանի հետ իրենք պայմանավորվել են եւ բանավոր, եւ գրավոր ֆորմատներում։
բայց հասկանում է Իլհամ Ալիևը, որ Փաշինյանը հավերժ չէ, ի տարբերություն ԿՊԱ-ականների, հասկանում է, որ Փաշինյանը հավերժ չի կարող լինել։ Եվ նա ժամանակը մոտենում է։ Ժամանակը անխուսափելիորեն ինչքան երկարում է, մի քիչ կարող է դեմագոգիկ կնչի, բայց ինչքան երկարում է Փաշինյանի ժամանակ կառավարման, այնքան մոտենում է այդ կառավարման ավարտը։ Եվ ավելի արագ է աշխատում, դատելով ընդհանուր երկրի բոլոր ոլորտներում առկա խնդիրների։ Դե չէր կարող հակազդեցություն չունենալ քայլերը։ Եվ այս կոնտեքստում է, որ Փաշինյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները ու ամրագրման կարիք ունեն Իլհամ Ալիևի համար։ Ալիևը եւ Էրդողանը պահանջում են, որպեսզի մենք հանրային, ժողովրդի ազգային մակարդակով համաձայնությունը տանք այդ պայմանավորվածություններին եւ վերացնենք բոլոր այն հնարավորությունները, որոնց վրա ապագայում իրավիճակի փոփոխության պարագայում, այլ որակի պետություն ունենալու պարագայում մենք կարող ենք հղում անել եւ պաշտպանել մեր իրավունքները։ Ալիևը հիմա սա է ուզում։ Այսինքն նա Փաշինյանից երաշխիք է ուզում ապագայի համար։ Հայ ժողովրդից է ուզում։ Փաշինյանը պետք է կազմակերպի, բայց հայ ժողովրդից երաշխիք, որ իրավունքների համար պայքար չի լինելու Հայաստանում։ Այդ երաշխիքը ո՞նց պիտի արտահայտվի։ Ժողովրդի կամ արտահայտությունը արտահայտվելու մի տարբերակ ունի։ Հարակվեն։ Դրա համար գիտեք Փաշինյանը Հայաստանի բոլոր իշխանությունները մեղադրել է իրենց հակով սահմանադրություն կարելու մեջ։ Եվ Փաշինյանը միակ իշխանությունն է, մի կողմ թողնենք, որքան արդարացի, բայց Փաշինյանը իրոք աննախադեպ իշխանությունն է, ով Իլհամ Ալիևի հակով է Հայաստանում սահմանադրություն ուզում կարել։ Այստեղ է հարցը, այստեղ է խնդիրը, դրա համար թարգմանական բառարան մենք պիտի ունենանք Փաշինյանի։ Գիտեք, Ալիևի պահանջները, եթե ուղիղ գան մեր ժողովրդին ասեն, դրանք բնական հակազդեցություն են առաջացնելու։ Դրա համար Փաշինյանը ռեբրենդինգ է իրականացնում այդ գաղափարների։ Այո, տեսեք Ալիևը մեզնից ինչ է պահանջում։ Ալիևը պահանջում է ապառազմականացում։ Ոչ են գալու ասեն պիտի ապառազմականանանք, բան չունենանք այլևս պաշտպանենք։ Դրա համար բանակի բյուջեն ավելի քիչ է ավելանում, քան ՆԳՆ-ի բյուջեն, եւ դրա համար երրորդ երկրի զորքերը համաձայնում են Հայաստանի սահմանին չտեղակայել, որովհետեւ Ալիևը դա է պահանջում։ Եվ իդեպ դա խոսքը միայն ԵՄ դիտորդների մասով է դա, այսպես ասած, մեկնաբանվում, բայց ավելի լայն ծավալ ունի այդ ձևակերպումը։ Ոչ ավելի լայն, ԵՄ դիտորդները անգամ սահմանին տեղակայված չեն, ամբողջ խնդիրը դա է, իրենք մանիպուլացնում են, որ չգիտեմ, դե ԵՄ դիտորդներն են ուրիշ տեղ կտանենք։ Երրորդ երկրի զորքերը ԵՄ դիտորդները չեն։ Դա միջև էս պահը ռուսական զորքերն էին, որոնց արդեն սահմանից հանեցին, բայց դա նաև ապագայի համար է։ Մենք որևէ այլ դաշնակցի, որևէ այլ կառույցի, որի անդամ կլինենք անվտանգային, զորքեր այս պայմանավորվածությամբ կարիքի դեպքում չեն կարողանալու տեղակայել։ Այսինքն ստացվում է Հայաստան զրկվում է ռազմական համագործակցության լայն առումով։ Ալիևի պահանջով ռազմական համագործակցության հերանեկարներից անգամ։ Հիմա ապառազմականացնել էլ ո՞նց է լինում։ Այսինքն պոզով պոչով ոչ լինելու։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մեր երկրի սահմանների անվտանգության երաշխիքը ամենևին էլ բանակը չէ։ Բաով է։ Իրենց կարծիքով այս process-ն է խաղաղության գործընթաց աննստացած։ Դեսա դեմագոգիա է պետք է։ Արսեն Թորոսյանը ասում է մենք պիտի ոստիկանությունից ու ՆԳՆ-ից չպահանջենք լինել մեղմ եւ փափուկ, պիտի պահանջենք անել իրենց գործը, բռնություն կիրառել, սա իր բառերն են։ Բայց ոստիկանության գործը բռնություն կիրառելը չէ, օրինականության ապահովումն է։ Բայց երբ գալիս է հարցը բանակից մենք պիտի պահանջենք ըստ իրենց չանել իրենց գործը։ Բանակի միակ գործը ո՞րն է։ Երկրի սահմանների անկախտելիությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելը։ Բանակից մենք չպիտի պահանջենք իր գործը անել, ՆԳՆ-ից պիտի պահանջենք ոստիկանությունից ուժ կիրառել։ Սա է էլի նույն ապառազմականացման կոնտեքստի մեջ հայտարարությունները։ Մյուսը դուք պատկերացնում եք ինչ կլիներ, եթե աշխարհի որևէ պետություն դաշնակցից միջև ոչ դաշնակից Չինաստանից միջև Ռուսաստան պահանջեր Հայաստանում սահմանության որևէ կետ փոխել ու Հայաստանի որևէ իշխանություն հաջորդ օրը կրկներ այդ պահանջը։ Նիկոլ Փաշինյանը ինչ կաներ, եթե լիներ ընդդիմություն, չէ՞։ Իսկ ով է պահանջել սահմանադրությունից հեռացնել անկախության հռչակագրի հղումը, որը Փաշինյանը կրկնել է։ Այսինքն երբ խոսում ենք Հայաստանի ադրբեջանականացման մասին, դա էլ ինչ տեսք է ունենում։ Էլ ո՞նց պիտի արտահայտվի։ Երկրորդը Ալիևը պահանջում է
Ալիևի բոլոր պահանջները հիմա բացի մեկից Արցախի հարցափակված համար Հայաստանին են վերաբերում։ Հայաստանից են միջանցք պահանջում, Հայաստանն են պահանջում, որպեսզի ադրբեջանցիներ բնակեցվեն, Հայաստանի սահմանադրություն են պահանջում փոխել, Հայաստանին են պարտադրում, ուզում պարտադրել ռեպարացիաներ վճարել։ Հիմա այս ամեն ինչ Հայաստանի տարածքների նկատմամբ ունեն հավակնություններ, այդ թվում նաև սահմանադրական։ Դրանք են օկուպացված, բայց Հայաստանի 60% տարածքների նկատմամբ Ադրբեջանի սահմանադրությամբ կան տարածքային պահանջներ։ Հիմա այս ամեն ինչը պատկերացնեք Նիկոլ Փաշինյանը պիտի գար ասեր, էս է իրականությունը։ Ոնց պիտի սա ասեր։ Էս արևմտյան Ադրբեջան կոնցեպտը, այստեղ պիտի բնակեցվեն ադրբեջանցիներ։ Երբ ասում է Հարավային Կովկասում Ադրբեջանի հետ միասին նոր էջ ենք բացում, դրա տակ օրինակ մենք հասկանանք, որ այդ նոր էջ բացելու կոնցեպտի տակ ձեր նշած այսպես կոչված փախստականների վերադարձը կարող է լինել եւ այդ փուլում էլ մենք կլսենք եղբայրության, խաղաղ համակեցության մասին ինչ որ շարադրություններ։ Ալիևի հետ բացում են Ալիևի արևմտյան Ադրբեջանի էջը Հարավային Կովկասում, ճիշտ է ասում, բառերն է սխալ ասում, դրանով մոլորեցնելով ժողովրդին կիսատ կամ այլ, այդ արևմտյան Ադրբեջանը ինքը փոխարինել է իրական Հայաստանով։ Այստեղ ես ասում եմ էլի նաև ծանոթ լինելով այդ փաստաթղթի առաջ տարբերակներն առնվազն որ փոխանակվել է գործընթացին ովքեր մասնակցում էին բանակցությունների ու փոխանցում էին նաև ինչ պահանջներ ունի Ադրբեջանը։ Ադրբեջանի առաջնային նպատակներից է, եթե ոչ ամենաառաջնայինը, տարածքային պահանջներին զուգահեռ, բայց քանի որ սահմանի ամբողջ երկայնքին ինքը արդեն ունի գերիշխող դիրքեր։ Հիմա առաջնային նպատակ է Հայաստանում ադրբեջանցիների բնակեցումը, որովհետև ոչ թե նրա համար, որ ուղղակի այստեղ ինչ-որ թվով ադրբեջանցիներ ապրեն, դա Ադրբեջանը դիտարկում է որպես երկրի գործերին երկարաժամկետ միջամտության անսահմանափակ գործիքակազմ։ Դա է հիմա բանակցումը, դա է հիմա Ադրբեջանը առաջ տանում տարբեր խողովակներով։ Խափելով, որ սպառնալով, այսինքն ոչ թե խափելով, սպառնալով, որ չխոսեք արցախահայերի վերադարձից, թե չէ ես կխոսեմ ադրբեջանցիների Հայաստան բնակեցումից, այդ ծուղակն են ընկել, չնայած դրանք համեմատելի երևույթներ չեն, այդ դեպքում մենք պիտի խոսենք Բաքվում ապրող հայերի, Սումգայիթ իշխանությունները դրանով են փորձում մանիպուլացիա։ Դրանով փակել են իրենք, հրաժարվել են այդ հարցից խոսելուց, հույս ունենալով կամ մտածելով կամ ժողովրդին խափելով, որ Ադրբեջանը չի խոսի ադրբեջանցիների այստեղ բնակեցումից։ Ադրբեջանը ստանալով այն ինչ որ ուզում է, բոլոր դրվագներում ինչպես, շարունակում է հիմա ադրբեջանցիների բնակեցման խնդիրը բարձրաձայնել, բոլոր հնարավոր խողովակներով եւ տարբերակներով, դրա համար ստեղծելով կառույցներ եւ պետական մակարդակով այդ հարցը առաջ տանել, ընդունելով հայտարարություններ ազգային ժողովում։ Անտելիայի այդ դիվանագիտական ֆորումին իբրև թե նրանց ներկայացուցիչն էր մասնակցում, դե Արադ Միրզոյանն էլ այդտեղ նույն սրահում նրա հետ ոչ մի արձագանք չէ։ Գիտեք, կարող են գնալ մասնակցել, անգամ թշնամական ֆորմատների։ Բայց պիտի դիրքորոշում բայց դա նրա համար, երբ որ ասես ասելիքը եւ պաշտպանես շահերդ, եթե գնում ես ու փաստաբանություն ես իրականացնում թշնամու եւ լեգիտիմացնում ես թշնամու ասածները, այստեղ մի դա կարևոր դրվագել կա այդ Արադ Միրզոյանի իր ադրբեջանցի գործընկերոջ հետ խոսակցությունից, երբ փաստացի պարզ դարձավ, որ բանակցությունների երկու մակարդակ կա գրավոր պայմանավորվածությունները եւ բանավոր պայմանավորվածությունները, երբ Արարատի ադրբեջանցի գործընկեր Արարատ Միրզոյանի ադրբեջանցի գործընկերը հայտարարեց, որ այն պահանջները, որոնք հիմա հնչում են, նոր չեն, դրանք եղել են բանակցային սեղանին մշտապես եւ եղել են նաեւ Մինսկի խմբի երկրների ներկայությամբ։ Արարատ Միրզոյանը չի կարող դա հերքել, ու Արարատ Միրզոյանը դա չհերքեց։ Այսինքն, այն պահանջները, որոնք հիմա ասում են Ադրբեջանը համաձայնեցնելուց հետո նոր պահանջներ է առաջ բերում, նոր չեն, դրանց շուրջ եղել են։ Այս ամբողջ ընթացքում իրենք բանակցել են, ուղղակի ինչ են ասել են Ալիև, եթե մենք սա ներառենք գրավոր պայմանավորվածությունները, մենք երկրի ներսում խնդիր կունենանք։ Մենք քեզ բանավոր սա խոսք ենք տալիս, խնդրում ենք գրավորը պահենք այս ֆորմատը, որ կարողանանք մարդկանց բացատրել, բանավորը մենք իրականացնենք։ Այսպես ասած, տակից կանենք գաղտնի թաքուն, ինչպես Գորիս Կապանը, ինչպես Տավուշի սահմանագծի կազմաքանդումը, այնպես է սահմանության փոփոխությունը։ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Ռուբեն Ռուբինյանը ստանձնել են այդ պարտավորությունը։ Տիկին Վարդանյան, ընդհատելու ենք այստեղ զրույցը, մամուլից նորություններ լսենք, ապա շարունակենք։
Հրապարակն էլ գրում է ՔՊԱ-կան պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախօրեի ելույթը 2 օր է ՔՊ-ում քննարկում քննադատում են։ Գաբրիելյանը պատասխանելով ընդդիմության քննադատություններին ասել է, թե հունվարի 1-ից ԱԺ հանձնաժողովները հրաժարվել են ծառայողական մեքենայից, իսկ Հայաստան խմբակցության ղեկավարը ծառայողական մեքենայով է շրջում։ Իմ կողմից հարգված պարոն Սեյրան Օհանյան, որ այս պահին հրաժարվեք այդ պատավատից, ես երաշխավորում եմ տարեկան տրանսպորտի փաթեթ ձեզ կգնեմ։ Հրաժարվեք հենց վաղը, մենք այլևս չունենք, դուք ունեք, կամ ձեր խմբակցության պատգամավորին ասեք, որ պատավատապետությունից խոսում է, թող ձեզ նայի։ Դուք նախկին զինվորական եք, ունեք հաշմանդամության կարգ, մի քիչ էլ զեղչեր կանենք, մեջբերման ավարտը։ ՔՊ-ում կարծում են հենց նման ցինիկ ելույթներն են խփում իրենց վարկանիշին, փոխարենը ՔՊ-ում անչափ գոհ են Արսեն Մկրտչյանի պաթետիկ ու կեղծ ելույթից, որով նա ընդդիմության պորտը տեղն է դրել ՔՊ-ում բոլորն անխտիր մոտեցել ու նրան ելույթի համար շնորհակալություն են հայտնել, գրում է թերթը։ Ժողովրդում էլ կարդում ենք հեղափոխության առաջին տարում Փաշինյանը հայտարարում էր, որ ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ, բայց անցած 7 տարիներին թվերի ու գործնական քաղաքականության վերլուծությամբ առավել մեծ տուգանքների է դատապարտել քաղաքացիներին։ Փաշինյանի իշխանության օրոք տուգանքները նոր թափ են ստացել։ Թերթն ուսումնասիրել է այս մասով պաշտոնական տվյալները եւ գրում է 16-21 թվականի տվյալներով տուգանված քաղաքացիների թիվը տարեցտարի աճել է։ 2019-ին տուգանվածների քանակը գերազանցել է 18-ի ցուցանիշը։ 19-ին տուգանված 463,599 անձ է եղել, մինչդեռ 18-ին 324,544։ 22-ին արդեն հաշվառման համակարգը փոխվել է, տուգանքները հաշվել են ոչ թե անձանց, այլ տուգանված տուգանքի քանակով։ 22 թվականին տուգանքների ընդհանուր քանակը կազմել է 1,977,489, 23 թվականին 2,561,027, տուգանքների ընդհանուր քանակը անհամեմատ աճել է նախորդ տարիներին։ 24-ի տվյալները կհրապարակվեն այս տարվա մայիսին, իսկ եղած արդյունքներից կարելի է ենթադրել, թե ինչպիսին կարող են լինել այս ցուցանիշները։ Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ, կարգախոսով իշխանության եկած Փաշինյանը ժողովրդին վերաբերվում է որպես տուգանվող օբյեկտի, եզրահանգում է թերթը։ Իսկ հրապարակը գրում է, որ Գյումրիում կրած պարտությունից հետո ՔՊ-ն անթիվ անհամար քննարկումներ է արել վերլուծել պատճառները։ Նախօրեին նախաձեռնող խմբի նիստում քննարկել ու գտել են պատճառը ընտրողների ակտիվ մասնակցությունն էր։ Նախորդ 21 թվականին ՔՊ-ն մոտ 8000 ձայն էր հավաքել, հիմա 17 ու թեպետ ասում են, թե իրենց վարկանիշն աճել է, մոտ 10,000-ով ավելի ձայն են ստացել, բայց փակ քննարկմանը անկեղծացել են, որ ոչ թե ՔՊ-ն է այդ ձայները ստացել, այլ Սարիգը որոշում է կայացվել, պետք է մասնակցեն ավականու հաջորդ նիստին, չնայած առաջին նիստը բոյկոտել են, կբոյկոտեն նաև այսօրվա Վարդան Ղուկասյանի ինաուգուրացիայի նիստը։ 1 տարի մինչև 26 թվականի ապրիլի կեսերը ավականին չի կարող քաղաքապետին անվստահություն հայտնել, օրենքն է արգելում։ ՔՊ-ում հույս ունեն, որ Մարտուն Գրիգորյանի թիմը ձեռքերը կլվանա, ավականու գործունեությունը կտապալվի ու կգնան արտահերթ ընտրությունների, իսկ եթե ոչ, շարքերին հասկացրել են, որ Վարդան Ղուկասյանի հարցերը իրավական ճանապարհով կլուծեն։ Օրագիրը շարունակվում է, Տիգրան Վարդանյան, հիմա ուզում եմ խոսենք ներքաղաքական եւ սոցիալ-տնտեսական վիճակից։ Մենք լսեցինք, թե ինչ խայտառակ թվեր են տուգանքների հետ կապված, ինչ աճ է այն դեպքում, երբ Փաշինյանը հայտարարում էր, որ ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ, դրան գումարած ավելանում է մարդկանց հարկային բեռը ու երեկել ընդդիմության, այո, բոլոր տեսակների եւ ամենա երևի անհասկանալին ու անտրամաբանականը գույքահարկն է, որի մասով նախագիծ ունեիք, որը մերժեցին իշխանականները, առհասարակ այս սոցիալ-տնտեսական քաղաքականությունը ինչին է միտված, այսինքն էլ ձև չունեն բյուջեն լցնելու, փորձում են բոլոր հնարավոր միջոցներով, ստացվում է թե եկամուտները ապահովել։ Տրամաբանական ոչինչ չկա, երբ իրավիճակին տեղյակ ես, որովհետև ոնց որ անվտանգային համակարգն է քանդ ու քարափ եղած փլուզված, նույնը տնտեսական վիճակն է, բայց պետությունը պատկերացնում է ինչ կլինի որևէ իշխանության հետ, որը չի կարողանում թոշակներ կամ սոցիալական վճարներ տալ։ Բայց դրա համար պետք է արդյունաբերություն կառուցել, տնտեսություն կառուցել, գործարան եւ արտադրություն կառուցել։ Դա չեն ներդրումներ բերել, դա չեն կարողանում անել, բա ինչ պիտի անեն։
Դրա համար է, այսինքն բոլոր տեսակ սուրճի ապարատներից սկսած մինչև տրանսպորտ ամեն ինչ Հայաստանում թանկանում, որովհետև տարական պարտականությունների կատարելու խնդիր կարող են ունենալ տարեվերջին։ Այդ դրամաբանությունը այդտեղ է, երբեք չմտածենք, որ եթե Փաշինյանը շանս ունենար որևէ հարկ չբարձրացնելու չէր գնա այդ ճանապարհով։ Հասկանալով, թե դա ինչ դժգոհություն կարող է բերել։ Հետևաբար էս է, իսկ գույքահարկի դեպքում սրան գումարվում է նաև, որ Երևանում տեղանում տարական կապիտալի վերաբաշխում։ Հեղափոխական տղաները եւ աղջիկները չէին հասցրել Երևանի կենտրոնում գնել ունեցվածք եւ տներ, հիմա եկել է իրենց իշխանության ժամանակը եւ մարդիկ ուզում են ունենալ այդ տները, բայց այդ տները զբաղված են։ Իսկ ինչա պետք անել, այնպես անել, որ այն մարդիկ, ովքեր գուցե ժառանգություն ունեն, գուցե որ հիմնականում ժառանգություն ունեն, ապրում են կենտրոնում, հեռանան այդտեղից, որպեսզի իրենց սրտի օրիգարխները եւ իրենք, ովքեր հիմա կարող են իրենց այլևս թույլ տալ, Երևանի կենտրոնում բնակարաններ ունենան։ Դառնում է փակ մի գոտի, գումարած նաև կարմիր գծերի կայանման այդ խնդիրները բոլոր առումով ընդհանրապես Հայաստանը, բայց զգացել եք, որ Երևանը դառնում է մի տեղ, որտեղ կարող են ապրել հարուստները։ Երևանի գնաճը ուղղակի եւ գնաճի տեմպերը անհամեմատելի են տարածաշրջանային մյուս քաղաքների տրանսպորտից սկսած մինչև այդ ու նաև սնունդի գումարները ծախսերը։ Երբ այդ հարցերը Տիկին Վարդանյան խորհրդանում բարձրացվում են, հնչում են խայտառակ ցինիկ պատասխաններ, ուղղակի նույնիսկ անհարմարել է դրանք մեջ բերել։ Դե ինչ պիտի հնչի։ Ոնց կարող են պատասխանել, որտեղ իրենք գիտեն, որ սա ժողովրդին վերաբերող, ժողովրդի գրպանին կպնող, ամենօրյա կյանքում արտացոլում ունեցող հարցեր են ու ամենաշատ դժգոհություն առաջացնող հետևաբար։ Ինչ պիտի ասեն։ Անհերքելի է, չէ՞, որ ամեն ինչ թանկացել է եւ եկամուտները համարժեք չեն աճել։ Իրենք ասում են դե թվերով աճել են։ Թվերով ձեր աշխատավարձերն են բարձրացել։ Այստեղ շատ շնորհակալություն ես հարցի համար, տպավորություն ստեղծելով, որ իրենք եկել են ընդդիմության աշխատավարձը բարձրացրել են։ Դա այլ է մանիպուլյացիա։ Նաեւ իմ ելույթին էր պատասխան, այսինքն գնաճին, երբ որ թվարկում ես Մակարոնի եւ այլն, ասում Նիկոլ Փաշինյանով ձեր աշխատավարձը ի՞նչ է տեղի ունեցել։ Իրենց քվեարկությամբ բարձրացրել են իր աշխատավարձը, որպես բան side effect, որպես կողմնակի ազդեցություն նաև ընդդիմության աշխատավարձն է բարձրացել, ինչ անեն, ինչ է ակնկալիքը, այսինքն իրենք ուզում են իրենք ստանան աշխատավարձը, ընդդիմադիր պատգամավորները օրինակ չստանան, ընդդիմադիր պատգամավորները պատրաստ են, ես պատրաստ եմ աշխատավարձ չստանալ, եթե ԿՊ-ից որևէ մեկը պատրաստ է կլինիկան պատրաստ այդ գործը անել անվճար։ Մենք խնդիր չունենք, ես վստահ եմ, այսինքն, որովհետև արժե համակարգային է մեր համար այս հարցը։ Բայց դա ինչու են ասում Տիկին Վարդանյան, որ հանրությանը ցույց տան այդ դուք եք այդ փողերը դուք եք ստանում, ոչ թե մենք։ Ամբողջ հարցը հենց դա, քանի ընդդիմադիր պատգամավոր կա, ընդհանրապես պետական համակարգը քանի մարդ ունի եւ քանիսն են այդտեղից ընդդիմությունը 35 անձ է։ Իրենք հիմա ինչ են անում պոպուլիստական մանիպուլյացիայով, այսինքն ուզում են ասեն, որ գնաճի եւ ամբողջի խնդիրը այն է, որ 35 պատգամավոր գումարային երկու ֆրակցիաները բան են աշխատավարձ են ստանում, այն նույն աշխատավարձը, որ իրենք են ստացել, իրենք են սահմանել են, թիվը, որը սահմանել են, այսինքն ու հիմա ասում են ընդդիմությունը պիտի հրաժարվի այդ աշխատավարձերից, կամ Արցախի պատերազմի հերոս ոդկ կորցրած Սերյան Օհանյանը ամբողջ խնդիրը նա, որ խնդիրը Աննա Հակոբյանի պատավատների քանակը չի, Նիկոլ Փաշինյանն չի, Սերյան Օհանյանի այդ մի ծառայական մեքենան է, որը օբյեկտիվ պատճառներով նաև իրեն հարկավոր է։ Բարոյականության հետ կապված։ Հենց այստեղ է, այսինքն որտեվ ուղղակի ինչ պիտի անեն, հո չեն կարող արդարանալ, չեն կարող թվարկել գործարաններ, որ կառուցել են, պիտի մանիպուլացնեն ու պոպուլիզմի դիմեն, հուսամ դա չի աշխատի, որովհետեւ գիտեք 7 տարի ամբողջական իշխանություն են ու մեր ժողովրդի աչքի առաջ այդ մարդկանց կենսամակարդակից սկսած ամեն ինչ ոնց է փոխվել։ Մենք գործում ենք թիմի հետ, որի առաջին աշխատանքային փորձը փոխնախարարն է եղել, էլի, այսինքն այդ ամեն ասված է եւ Թալանը հետ չի բերել Նիկոլ Փաշինյանը, որքան էլ հատիկ առ հատիկ ստատուսներ է գրում, ներդրումների բում չեղավ, ինչպես խոստացվում էր 18 թվականին, ժողովուրդը ավելի լավ չի ապրում, հակառակ աղքատության ցուցանիշներն են ավելանում, ինչպես ասում են, աղքատը դառնում է ծայրահեղ աղքատ, գնաճի մասին խոսեցիք, հարկերն են բարձրանում, ինչ ունի այս հասարակությանը նա ցույց տալու։ Միակ մարդը, ում տված խոստումները Փաշինյանը իրականացրել է, Իլհամ Ալիևը եւ Էրդողանն են եղել։ Մյուս խոստումների մենք դրժում ենք տեսնում։ Հասարակությունը կարծում եմ էլի դեմագոգիկ չի, բայց որքան երկարում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, այնքան մոտենում է դրա այդ իշխանության ավարտը։ Այստեղ ուղղակի
ամեն իշխանություն ունի վերջ, իսկ այն իշխանությունը, որ ի վերջո գնում է բռնատիրության ճանապարհով, ճխտում է իր բոլոր խոստումները, չի կարողանում հաղթահարել տնտեսական խնդիրները եւ երկրում հիմա Երևանում գրեթե ամեն օր բողոքի ցույց կա կառավարության շենքի առաջ, այսինքն այդ բողոքող մարդկանց թիվը մի օր դառնալու է կրիտիկական եւ սրբելու է ցանկացած իշխանություն։ Մարզերում էլ ճանապարհները օրու մեջ փակում են։ Այո, ամենատարբեր հարցերով։ Հետևաբար իրենք էլ են սա տեսնում եւ փորձում են ուղղակի տարբեր մանիպուլյացիաներով դեմը առնել, բայց արդեն մտածում են դեմը առնելու մասին կամ երկարացնելու իշխանությունը։ Հիմա հարցը այն է, որ այս պայմաններում անverջ շարունակվել չի կարող եւ սա անխուսափելիորեն բերելու է փոփոխության։ Մեր պարտականությունը այստեղ այս ամեն ինչը ներկայացնելն է ճշմարտությունը եւ հնարավորինս նպաստել այդ փոփոխությունների արագ լինելուն։ Շնորհակալ եմ Զույցի համար Տիկին Վարդանյան, նորագրին սպասեք երեքշաբթի 5-րդ ուղիղ եթերում առավոտյան 11-ին։